Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերի ժամը 12-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Նախընտրական քարոզարշավի թեժ փուլում հերթական աղմկահարույց միջադեպն է արձանագրվել Երևանում։ Ինչու է կանադահայ կինը բերման ենթարկվել։ Մեծամորում Նիկոլ Փաշինյանի հանդիպումն անցել է լարված մթնոլորտում, Ազատի կացարանում 15 զոհված զինծառայողներից մեկի մայրը Փաշինյանից պատասխաններ է պահանջել։ Մոսկվան նորից պահանջում է հստակեցնել, ուր է գնում Հայաստանը։ Ալեքսեյ Օվերչուկն է խոսել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության մասին։ Եվրոպական գագաթնաժողովը Երևանում դարձել է ոչ միայն քաղաքական, այլև ֆինանսական քննարկումների թեմա, որքան է ծախսել Հայաստանը։ Մերձավոր Արևելքում հրադադարը կրկին երկարաձգվում է, բայց կրակը չի դադարում։ Ինչ պայմանավորվածության են հասել Իսրայելն ու Լիբանանը։ Նախընտրական քարոզարշավի թեժ փուլում հերթական աղմկահարույց միջադեպն է արձանագրվել Երևանում։ Մետրոպոլիտենում քաղաքացիական պայմանագիր կուսակցության պաստառի վրա X նշան դնելու համար բերման է ենթարկվել կանադահայ Շողիկ Շահբազյանը։ Նրան ժամեր շարունակ պահել են ոստիկանությունում, ապա ազատ արձակել։ Տեղեկությունը հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Փաստաբանի խոսքով կնոջ նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ քարոզչությանը խոչընդոտելու հոդվածով։ Կանխատեսումս ճիշտ էր, կարճ ժամանակ գրառումից հետո անծանոթ մեկ այլ համարից զանգ եմ ստանում, հավանաբար քննիչի համարն էր, առանց միանգամից փոխանցում են տիկին Շողիկին, որը ասում է, որ այդ պահին իրեն ազատում են, կարգավիճակը ոնց որ թե ձերբակալված, այդպես էլ լավ չհասկացանք, լավ բացատրությունից պարզ չեղավ, ամեն դեպքում որպես վկա հարցաքննած են եղել և անհասկանալի է, թե ինչ քրեական հոդվածով։ Քարոզարշավին խոչընդոտել ասեց, ոնց որ թե Սերգեյի հետ ենք, Սերգեյն էլ եկավ ասավ, քարոզարշավին խոչընդոտել, քարոզարշավին խոչընդոտելը ինչ կապ ունի, ասենք, առանձին վարչական իրավախախտում կա, քարոզչական նյութերը վնասելու հետ կապված, ինչ նշանակում քրեական, աբսուրդ էլի։ Մարդ, որը որ որևէ մեկը չի ճանաչում Հայաստանում, մենակ է ապրում, չասեմ տարիքով տիկին, մեզնից մի քիչ տարիքով երևի մեծ։ Եվ տենց էլի վերցրել էին հեռախոսները վերցրել են, այս մարդն ասում ախր ես հեռախոսով առանց հեռախոս ինչ կարամ անեմ, ինչ բանկային ինչ-որ բաներ, հավելվածներ, ամեն ինչ էլի։ Հեռախոսահամարներ, վաղ պայմանավորվածություններ, աշխատանք, չգիտեմ։ Սենց բաներ է տեղի ունենում, էլի, հիմա այդ կինը իմ համարը չունենար, չգիտեմ էլ որտեղից ուներ, չզանգահարել, այս դեպքի մասին չենք իմանա։ Քարոզարշավի ընթացքում ճնշումների և հարկադրանքի մասին ահազանգում են նաև ընդդիմադիր ուժերը։ Հայաստան դաշինքը հայտարարում է, որ պետական ու համայնքային կառույցների աշխատակիցներին ստիպում են մասնակցել հունիսի 7-ի ընտրությանը և քվեարկել իշխող ուժի օգտին, աշխատանքից ազատելու սպառնալիքով։ Ընդդիմադիր ուժը հայտնում է, որ սկսել է փաստահավաք աշխատանք նման դեպքերը բացահայտելու համար։ Հաշվի առնելով իրավական գործընթացներում արձանագրվող կողմնապահությունը, ահազանգ հնչեցնող անձանց խնդրում ենք հնարավորության դեպքում հավաքել իրավախախտման վերաբերյալ ապացույցներ, սպառնալիքներ հնչեցնող անձանց ինքնությունը բացահայտող տվյալներ, տեսաձայնագրող սարքերով արձանագրված տեղեկություններ։ Ընդգծում ենք, որ պաշտոնեական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով ընտրելուն հարկադրել է հանցագործություն է, որի համար նախատեսված է պատիժ 4-ից 8 տարի ժամկետով ազատազրկում։ Կոչ ենք անում պաշտոնատար անձանց զերծ մնալ հանցավոր գործողություններից։ Հարկադրանքի մասին ահազանգում են նաև իրավաբանները։ Փաստաբան Վարազդատ Հարությունյանի խոսքով, երբ որևէ հիմնարկի աշխատակիցների հավաքում և կազմակերպված ձևով տանում են իշխող ուժի հանրահավաքի, դա արդեն կարող է դիտվել որպես ճնշում և ընտրական գործընթացի վրա ազդեցություն։ Այդքան ընդդիմադիրների նկատմամբ պես նյութապես շահագրգռելու հավաքների մասնակցության քրեական վարույթներ հետապնդումներ հարուցվեց, համարյա բոլորի նկատմամբ կալանքի միջնորդություններ եղան, երևի 1-2 առաջին չբավարարված կալանք ա եղել։
Նոր-նորքում բլոգեր Արտուր Չախոյանը այդ իր հեռախոսով պատտվում էր Գայ Արցանի մոտ։ Հերթով հարցնում էր մարդկանց, դուք ով եք, որտեղից եք եկել։ Մենք այսինչ դպրոցի կոլեկտիվն ենք, մենք բոլորս այստեղ ենք, թվով այսքան մարդ, բան։ Այդ նույն հոդվածը 236-ը ի սկզբանե նպատակը ու բուն օբյեկտիվ դրսևորումը հավաքներին մասնակցելու նպատակով անձին հարկադրելը սահմանափակելու համար է։ Քաղաքական ուժերը մարզերում շարունակում են ընտրողների վստահության համար պայքարը, փորձելով համոզել, որ հենց իրենց առաջարկած ծրագրերն են փոխելու մարդկանց կյանքը։ Գեղարքունիքի մարզ այցի ընթացքում Ուժեղ Հայաստան կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ վերջին 8 տարիներին երկրում աղքատությունն աճել է, իսկ մարզերի բնակիչները որևէ իրական փոփոխություն չեն զգացել։ Նրա խոսքով գործող իշխանության քաղաքականության հետևանքները հատկապես տեսանելի են Վարդենիսում։ Սոտքի հանքը 18 թվականին 950 աշխատող, Սոտքի հանքը 2026 թվականին 450 աշխատող, 500 մարդ աշխատանք չունի։ Փոփոխություն իրենց բերած տարբերություն համար 2։ Վարդենիսը ուղի էր տարանցիկ դեպի Արցախ։ Մարդիկ գալիս, գնում, առևտուր էին անում, շարժ կար։ Փոփոխություն 18-ին դա կար, 26-ին դա չկար։ Քարոզարշավի առաջին շաբաթը 3 ամփոփել է նաև ԲՀԿ-ն։ Կուսակցության մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը հայտարարել է, որ իրենց քաղաքական ուժը փորձում է պահպանել կոռեկտության սահմանները եւ չանցնել անձնական վիրավորանքների դաշտ։ Սակայն նրա խոսքով, եթե լինեն հարձակումներ կամ վիրավորանքներ իրենց հասցեին, պատասխանը կլինի համարժեք։ Տոնոյանը անդրադարձել է նաև ընդդիմության հասցեին հնչող իշխանական մեղադրանքներին։ Բոլոր մեր հայրենակիցները կարծում եմ առավել քան լավ հասկանում են, թե ինչի մասին է խոսքը։ Նույն պատերազմը սկսվել է այս իշխանությունների օրոք, այդ զոհերը եղել են այս իշխանությունների օրոք, հազարավոր տղաներ հաշմանդամություն ստացել են այս իշխանությունների օրոք եւ Արցախը հանձնվել է այս իշխանությունների օրոք, մեր 120,000 հայրենակիցներ զրկվել են իրենց հայրենիքից այս իշխանությունների օրոք։ Պատերազմի իշխանությունը, պատերազմի կուսակցությունը դա վստահաբար ընդդիմության ներկայացուցիչները չեն, այլ հենց իշխանություններն են։ Այս հարցի պատասխանը աներկբա է։ Իսկ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը մեծամորում անցել է լարված մթնոլորտում։ Նրան մոտեցել է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողներից մեկի մայրը։ Սևազգեստ կինը Փաշինյանից պատասխաններ է պահանջել, պնդելով, որ այն ժամին, երբ ըստ նախաքննության զինվորներն արդեն մահացած են եղել, ինքը դեռ հաղորդագրություններ է ստացել որդուց։ Փաշինյանը այդ պնդումներին ուղիղ չի արձագանքել, փոխարենը հայտարարել է, թե պատասխանատուները հեռացվել են պաշտոններից։ Տարի երեխա պահեցի, տվեցի ես բանակին, ուրայի երեխեն, ինչի տարակ 15 երեխու վառեցիք, բերեցիք, տվեցիք իմ երեխու, պողնիք տարակ, իմ երեխեն միակ կչացած ատամչուկ, դիաբերանի մեջ, իսկ դուք 12 հասկեց իմ երեխեն արդուր ա եղել, 10-20 պակաս տեղի եղել ա, ասել են մի տովեի բաժակով, որ ես կովրա բենզին լծեմ, դու կվառվես, ես էլ չեմ վառվի, ինչի 15 երեխու վառիք, տիկին, պատասխան դու ուր այ պատասխան տամ, ոչ մի արի, ես դուք ավարտեք, դուք ավարտեք, դուք ավարտեք, դոշ տված, դպրոցի մոտից գնացեք, դպրոցի մոտից իմ երեխեն, ձեզ, ես էլ եմ ընտրել, երկու անգամ ձեզ եմ ընտրել, բայց անիծում եմ այն օրը, որ ես ձեզ ընտրի, որտեղ դուք իմ երեխի մահվան պատճառը դարանք, դուք սպանիք է 15 երեխուն ու այսօր եկել եք, ասում եք թոշակ բարձրի մանկապարտեզ սարքի, դպրոց սարքի, ինչի համար եք դպրոց սարքը, որ թուրքերը գալ լծվեն, դու դրա համար, ես չեմ ուզում իմ քյոր երեխեն թուրքի բաժին դառնա։ Ներքաղաքական զարգացումներին զուգահեռ Մոսկվան շարունակում է հստակ ազդակներ ուղարկել Երևանին։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանը վաղ թե ուշ ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև։ Օվերչուկը հայտարարել է, որ Մոսկվան չի կարող անտարբեր հետևել, թե ինչպես է Հայաստանը ԵԱՏՄ-ից օգտվելով միաժամանակ խորացնում հարաբերությունները Եվրամիության հետ։
Իհարկե, ինչպես բազմիցս ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մենք կհասկանանք հայ ժողովրդի ցանկացած ընտրություն։ Նրանք խոսում են Եվրամիությանը մերձենալու իրենց ցանկության մասին։ Մենք բազմիցս ասել ենք, որ ԵԱՏՄ-ին եւ ԵՄ-ին անդամակցությունն անհամատեղելի է։ Հայաստանը շատ լավ հասկանում է դա։ Ինչ որ պահի նրանք ստիպված կլինեն նման ընտրություն կատարել, եթե որոշեն դա անել։ Սա մեկ օրում նման երկրորդ հայտարարությունն էր։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարն էլ է անդրադարձել հարցին։ Ռուսաստանում բաց տեքստով են խոսում այն մասին, որ Հայաստանի բազմավեկտոր քաղաքականությունը այլևս հավասարակշռված չեն համարում։ Մինչ պաշտոնական Երևանը շարունակում է խոսել եվրոպական ուղղության մասին, առանց ԵԱՏՄ-ից դուրս գալու հայտարարությունների, Մոսկվան փորձում է հասկանալ վերջնականապես որ ճանապարհն է ընտրում Հայաստանը։ Թեմայի մանրամասները ռեպորտաժում։ Նախընտրական քարոզով է զբաղված Փաշինյանը եւ չի մասնակցի մայիսի վերջին Ղազախստանում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին։ Այս առիթով Մոսկվայից հերթական կոշտակնարկն է ուղղվել Հայաստանին։ Երևանը կարող է կորցնել Եվրասիական տնտեսական միության շրջանակում ունեցած բոլոր արտոնությունները, հաշվի առնելով, թե ինչպես է Արևմուտքը, հետևելով որոշ այլ ԱՊՀ անդամների օրինակին, փորձում ենթարկեցնել Հայաստանին եւ խզել Հայաստանի փոխշահավետ տնտեսական առևտրային եւ ներդրումային կապերը ԱՊՀ եւ ԵԱՏՄ գործընկերների հետ։ Օդում կախված հարցեր կան, որ պետք է քննարկել Ղազախստանում, հավելել է Լավրովը։ Պաշտոնական Մոսկվայի պահանջը Հայաստանից մեկն է՝ ընտրությունը Բրյուսելի կամ Մոսկվայի միջև, որի պատասխանը Նիկոլ Փաշինյանը շարունակում է ձգձգել։ Ռուսաստանի նախագահը բավականին հստակ կարծում եմ հայտարարեց, որ առաջիկա գագաթնաժողովում ճիշտ կլինի, որպեսզի Հայաստանը իր դիրքորոշումը հստակեցնի։ Ես կարծում եմ հատկապես հիմա Ռուսաստանի համար սա է ամենակարևոր եւ ռազմավարական առումով ամենաառաջնահերթ խնդիրը Հայաստանի հետ հարաբերություններում։ Ինչու Երևանը մինչև հիմա չի ընտրում կողմերից որևէ մեկին։ Պատճառը միայն տնտեսությունը չէ։ Նախընտրական փուլում հակառուսական հռետորաբանությունը իշխանության համար նաև ներքաղաքական գործիք է, կարծում են քաղաքագետները։ Այս փուլում հակառուսականությունը իշխանության համար խաղում է որպես նախընտրական քարոզարշավի էլեմենտ։ Իշխանությունը փորձում է դրա միջոցով հավաքել այն ընտրազանգվածի ձայները, ովքեր հակակրանք ունեն Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։ Սակայն նույն իշխանությունները նաև հասկանում են Հայաստանի տնտեսությունը չափազանց խորն է կապված ԵԱՏՄ շուկայի հետ։ Ռուսաստանից էլ արդեն ոչ միայն հայտարարություններ են հնչում, այլև ուղիղ սահմանափակումներ են կիրառվում հայկական մի շարք ապրանքների մուտքի եւ իրացման վրա։ Պրոշյանի կոնյակի լիցենզիայի հնարավոր զրկումից մինչև ջերմուկի միլիոնավոր շշերի վաճառքի արգելք։ Այս հայտարարություններին պետք է չափազանց լուրջ վերաբերվել, քաղաքագետն է պնդում։ Որոշակի ապրանքատեսակներ արդեն արգելվում են Ռուսաստան մոտ գործել, լարսում խոչընդոտներ կան եւ այդ ամեն ինչը գնալով ավելի է խորանալու եւ պատճառը Հայաստանի գործող կառավարության քաղաքականությունն է։ Կրեմլը կարող է ուժեղացնել ճնշումը, իսկ այդ ճանապարհին Մոսկվայի հիմնական լծակը տնտեսությունն է։ Ստեփան Դանիելյանի տվյալներով Հայաստանից արտահանվող գյուղմթերքի մոտ 98%-ը իրացվում է ԵԱՏՄ երկրներում, հիմնականում Ռուսաստանում, իսկ ալկոհոլային խմիչքների արտահանման շուրջ 78%-ն է բաժին ընկնում նույն շուկային։ Հայաստանի համախառն ներքին արտադրանքի 38%-ը կապված է Ռուսաստանի կամ ԵԱՏՄ-ի հետ հարաբերություններով։ Եվրոպական միության հետ, ամբողջ Եվրոպական միության հետ, 27 երկրի հետ, դա մոտ 10%-ն է։ Այսինքն սա նշանակում է, որ որևէ կերպ փոխարինել այդ վնասները, որ կլինեն Ռուսաստանից Եվրոմիության հետ, դա հնարավոր չի։ Իսկ դա իր աղետալի արդյունքներն է ունենալու Հայաստանի տնտեսության վրա։ Բայց եթե Մոսկվան իսկապես դժգոհ է Երևանի քաղաքականությունից, ինչու պարզապես չի գնում ամենակոշտ ճանապարհով, Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին դադարեցնելով։ Արա Պողոսյանի կարծիքով Ռուսաստանը դեռևս շահագրգռված է Հայաստանն իր ազդեցության գոտում պահելով։ Ռուսաստանում լավ են հասկանում, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու պարագայում ուղղակի ճգնաժամային իրավիճակում կհայտնվի, տնտեսական
բավականին վատ վիճակ, էներգետիկ վատ վիճակ, ինչը այս պահին հավանաբար գործիք է ազդեցություն գործելու Հայաստան իշխանությունների վրա։ Իսկ վերընտրվելու դեպքում Փաշինյանի քաղաքական հռետորաբանության կտրուկ փոփոխություն է լինելու, հավաստիացնում է քաղաքագետը։ Կտեսենք շատ ավելի փափուկ հռետորաբանություն, չեմ բացառում, որ նաև կփորձեն այսպես մեղմել Ռուսաստանի հետ հարաբերությունները, հատկապես ԵԱՏՄ-ից դուրս գալու առումով, այսպես փորձելով հանգստացնել գործընկերներին, որ Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ։ Լավրովի հայտարարությունից առաջ Պուտինն էր ապրիլի 1-ին եւս մեկ անգամ հիշեցրել ԵՄ-ԵԱՏՄ կարևոր ընտրության մասին։ Իսկ այդ պատասխանը Պուտինի պնդմամբ պետք է որոշվի ոչ թե Մոսկվայում կամ Բրյուսելում, այլ հունիսի 7-ի ընտրություններին Երևանում։ Սեդակ Յուրեղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Եվրոպական ուղղության շուրջ քննարկումները Հայաստանում ակտիվացան հատկապես Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից հետո։ Սակայն հանրային ուշադրության կենտրոնում է ոչ միայն քաղաքական օրակարգը, այլև միջոցառման կազմակերպման համար կատարված ծախսերը։ Համալիրի վարձակալությունից մինչև տեխնիկական ապահովում եւ մշակութային ծրագրեր։ Թե որքան է արժեցել եվրոպացի առաջնորդների այցը Հայաստանի համար, պարզել է Սեդակ Յուրեղյանը։ 24 միլիոնանոց զուգարաններ, 36,000 դրամանոց համակարգիչներ, 120 միլիոնանոց բացման արարողություն։ 1.6 միլիարդ դրամ կամ 4.3 միլիոն դոլար է ծախսվել պետբյուջեից եվրոպացի առաջնորդներին ընդունելու համար։ Փորձագետները նման մեծ միջոցառման համար տրամաբանված են համարում ծախսված գումարի չափը, միայն հավելելով դա փաստացի ներդրում էր միտված Նիկոլ Փաշինյանի վերընտրմանը։ Գումարով չեմ չափում, եվրոպական այդ համայնքի գագաթնաժողովը Հայաստանում ուներ միայն մեկ նպատակ՝ Նիկոլ Փաշինյանի ընտրարշավի մաս դառնալը։ Իսկ ընտրարշավի մաս եվրոպական համայնքը դարձել է ոչ միայն գագաթնաժողովի շրջանակում։ Գագաթնաժողովից հետո քաղաքի պաստառների վրա եւ սոցցանցերի գովազդներում հաճախ է հանդիպում Նիկոլ Փաշինյանը պատվիրակների ու ղեկավարների հետ, ինչը որպես ԿՊ քարոզարշավի մաս է հրամցվում։ Այսպես են դաշնակիցներ ձեռք բերում ու դիվանագիտություն կառուցում։ Եթե Նիկոլ Փաշինյանը նման ներդրումներով Եվրոպային օգտագործում է վերընտրվելու համար, Եվրոպան Փաշինյանի հետ կապված ավելի լայն նպատակներ ունի՝ ռուսական ազդեցության թուլացում, ինչի մասին երկու կողմն էլ բացահայտ են խոսում։ Եվրամիության համար սակայն կարևորը ոչ թե այն է Երևանը սերտ կաշխատի իրենց հետ թե ոչ, այլ Եվրամիության համար կարևորն այն է կարող են թելադրել Երևանին իրենց նարատիվները թե ոչ։ Եվ այս առնչությամբ ուժերի կամ իրերի այն դրությունը, որ կա այսօր, բնականաբար իրենց համար առավելագույն ձեռնտուն է եւ չեն ուզի, որպեսզի դա հաղթի։ Միջոցառման կազմակերպումը վստահվել է Factory Production-ին։ Սա մեկ անձից գրման եղանակով այս ընկերության հետ կնքված 13-րդ պայմանագիրն է։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում 63 միլիոնով վարչապետի աշխատակազմը վարձել է մարզահամերգային համալիրը, բայց սա ամենը չէ։ 1.6 միլիարդից ամենախոշոր ծախսերը եղել են 280 միլիոն մարզահամերգային համալիրի տեխնիկայի, 264 միլիոն համալիրի դահլիճների տեղաբաշխման, 120 միլիոն բացման հանդիսավոր արարողության համար, առանձին 102 միլիոն էլ բացման գույքն ու տեխնիկան ապահովելու համար։ Եվրոպացի հյուրերի ընթրիքն ու ճաշի համար մատուցված ֆուրշետը Դվինի հանդիսությունների սրահում Հայաստանի բյուջեի վրա արժեցել է 24 միլիոն դրամ, իսկ պաշտոնական ընթրիքի մշակութային եւ տեխնիկական մասը 72 միլիոն։ Այսպիսով նման մասշտաբի միջոցառումներն ու մեծ ծախսերը փորձագետների պնդմամբ փաստացի ներդրում են դարձել Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքացիական պայմանագրի վերարտադրման համար։ Սեդակ Յուրեղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Միջազգային լարվածության ֆոնին Միացյալ Նահանգները հայտարարում է. Իսրայելի եւ Լիբանանի միջև հրադադարը կերկարաձգվի եւս 45 օրով։ Reuters-ի փոխանցմամբ Վաշինգտոնը վերջին բանակցությունները գնահատել է արդյունավետ եւ հայտնել, որ կողմերը հունիսի սկզբին կրկին կվերադառնան բանակցային սեղան։ Չնայած հրադադարին երկրում իրավիճակը շարունակում է անկայուն մնալ։ Իսրայելական հարվածներն ու Հեզբոլահի պատասխանատվողությունները չեն դադարում։ Այս ֆոնին ԱՄՆ-ի եւ Չինաստանի հարաբերություններում եւս շարունակվում է զգուշավոր երկխոսություն։ Չինաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունները չեն կարող գործել միմյանցից առանձին։ Նրա խոսքով Պեկինն ու Վաշինգտոնը անկախ տարաձայնություններից ստիպված են գործակցել։ Միջազգային մյուս զարգացումները Սեդա Մակարյանի ռեպորտաժում։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը չինացի գործընկերոջ Սի Ցզինփինի հրավերով կայցելի Չինաստան հայտնում են Կրեմլից։ Այցի ընթացքում առաջնորդները կքննարկեն երկկողմ հարաբերությունները եւ համապարփակ գործընկերության ու համագործակցության ամրապնդումը։ Սի Ցզինփինն էլ ընդունել է Վաշինգտոն այցելելու Թրամփի հրավերը։ Հիշեցնենք, որ Թրամփի Պեկին այցի ժամանակ Միացյալ Նահանգների նախագահը Սի Ցզինփինին հրավիրել էր նահանգներ։ Պեկին այցելությունից հետո Թրամփը պատմել է, որ եղել է Սի Ցզինփինի Պեկինյան նստավայրում եւ որ մարդիկ երբեք նման գեղեցկություն չեն տեսել։ BRICS երկրների արտգործնախարարների հանդիպումն ավարտվել է առանց միասնական հայտարարության, հիմնական տարաձայնությունը եղել է Իրանի շուրջ դիրքորոշումների պատճառով։ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևը հանդիպել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ։ Աշխատանքային հանդիպումը տեղի է ունեցել Կազանի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ տնտեսական հարաբերությունները, ինչպես նաև ապրիլի 16-ին օկուպացված Կովսականում կայացած Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական պետական հանձնաժողովի 24-րդ նիստի արդյունքները։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աստանայում Ղազախստանի նախագահ Կասիմ Ջոմարտ Տոկաևի հետ հանդիպումից հետո տեղեկացրել է, որ քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցության հնարավորությունների լայն շրջանակ, ածխաջրածնային հանքավայրերի շահագործումից մինչև հանքանյութերի տեղափոխում։ Նա խոսել է էներգետիկ անվտանգության հիմքերն ամրապնդելու, էներգիայի աղբյուրները դիվերսիֆիկացնելու մասին։ Ղազախստանի Մեջլիսի падգամավորը լրագրողներին բողոքել է, որ իր աշխատավարձը չի բավականացնում առօրյա ծախսերի եւ երեխաների խնամքի համար։ Նրա խոսքով նա կնոջը խնդրել է եւս աշխատանք փնտրել։ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում Էբոլա է բռնկվել, գրանցվել է վիրուսով վարակման մոտ 246 դեպք եւ 65 մահ։ Հիմնականում ոսկու արդյունահանմամբ զբաղվող Մոնգվալո եւ Ռուամպարա քաղաքներում։ Հնարավորության դեպքում աշխատեք տնից, խուսափեք ավելորդ արտասահմանյան ճանապարհորդություններից, գնեք ավելի քիչ ոսկի, սպառեք ավելի քիչ վառելիք։ Արդեն 3 ամիս մերձավոր արևելքում տիրող իրավիճակի ֆոնին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հնդիկներին կոչ է արել ավելի զուսպ ապրել եւ քիչ գումար ծախսել։ Նման կոչ վարչապետը վերջին անգամ արել էր COVID-19 համավարակի ժամանակ։ Սադամ Ակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Եվ վերջում եղանակի մասին։ Սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Մայրաքաղաքում սպասվում է 17-ից 19, իսկ երեկոյան 9-ից 11 աստիճան տաքություն։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեր սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 15-ին է, կհանդիպենք։